Aregunu leran lamchin Pignați în ghiuh sorișe Ghiumei sareriți pervați Uți, tachți, hot norișe Zova ghiuhți Avu hatsov, zova ghiuhți Shachov shuchov, ջանջիկ yarov Միշտ հյուրասեր, zova ghiuhți Շուշիի նեղլիկ փողոցներում, այնտեղ, որտեղ պատմությունն ապրում է օդի յուրաքանչյուր շնչի մեջ, 1854 թվականին լույս աշխարհ եկավ մի մանուկ, որի անունը ժամանակը պիտի փորագրեր հայ գրականության քարե էջերում։ Նրան մկրտեցին Գրիգոր Տեր-Հովհաննիսյան, բայց աշխարհը նրան պիտի ճանաչեր Մուրացան անունով։ Պատմությունն անմիջապես նրան իր մութ, բայց հրաշքներով լի գիրկն առավ։ Մահը, որ սև շղարշի պես իջել էր 19-րդ դարի Շուշիի վրա, դարանակալ կանգնել էր երեխաների անկողինների մոտ։ Սև ծաղիկ հիվանդությունը չէր խնայում ոչ ոքի։ Փոքրիկ Գրիգորի մարմինն անշարժ էր, անշունչ։ Փոքրիկ դագաղը պատրաստ էր ուղևորվելու գերեզմանոց։ Բայց հենց այդ պահին կատարվեց անհավատալին։ Մահը նահանջեց։ Երեխան, որ արդեն ընկած էր հավիտենության անդունդը, նորից սկսեց շնչել։ Այս հրաշագործ փրկությունը թվում է նախերգանք նրա ողջ կյանքի, որը լինելու էր պայքար և հարություն։ Նա պիտի ողջ մնար, կերտելու իր բախտը, գրելու պատմվածքներ, դրամա, բազմաթիվ վեպեր ու վիպակներ, որոնք ապրելու էին իր իսկ հոգու վերածննդի պես։ Գրիգորը տեղափոխվեց Թիֆլիս ոչ թե փառքի ու հարստության համար, այլ խոսքի զորությունը ի սպաս դնելու իր ժողովրդին։ Նրա օրերը լցված էին թվերով ու հաշվապահությամբ, գիշերները բառերով ու պատմություններով։ Թղթի վրա էր անցկացնում իր կյանքի իրական ժամերը, հյուսելով կերպարներ, որոնք պիտի դառնային հայ իրականության հայելին։ Նա տեսնում էր հայ գյուղացու տառապանքը, զգում էր մտավորականության կեղծ փայլը, պայքարում էր հայրենի հողի ու նրա ճակատագրի համար։ Նրա գրիչը չէր ճանաչում հարմարվողականություն։ Նա վերլուծում էր, քննադատում, մատնանշում ու հարցեր բարձրացնում։ Մուրացանի նշանավոր ստեղծագործություններից մեկն էլ նրա առաքյալը վիպակն է, այն Չիբուխլուի մասին է։ Մի փոքր խոսենք վիպակի մասին։ Նկարում Պետրոս Կամսարյանն է, ով ի զարմանս բոլորի ուսանողական հավաքույթում հայտարարում է, թե ավարտական քննություններից հետո մտադիր է գնալ գյուղ և նվիրվել լուսավորական գործունեությանը, հատկացնելով այդ նպատակին նաև հարուստ ծնողներից իրեն հասանելիք ժառանգությունը։ Մոսկվայից հայրենիք վերադառնալու ճանապարհին Կամսարյանը կազմում է իր գործունեության ծրագիրը։ Այն բաղկացած էր հետևյալ կետերից. գյուղական հասարակության իրավունքների պաշտպանություն, լուսավորության գործի հիմնադրություն, գյուղացու տնտեսական դրության բարվոքում։ Հերոսը այնքան է տարվում իր ծրագրով, որ իրեն համեմատում է առաքյալի հետ։ Նա 1902 թվականին գալիս է Չիբուխլու, իր լուսավորության գործը սկսելու, հավատալով, որ ուսուցման ու հույսերի միջոցով կարող է գյուղին նոր կյանք պարգևել։ Սակայն հիասթափված խավարամտությունից, անգրագիտությունից և անբարենպաստ պայմաններից թողնում հեռանում է։ Իսկ բազմաթիվ ծրագրերով լեցուն նոթատետրը հայտնվում է գետում։ Երբ Մուրացանը նկարագրում էր Չիբուխլուի պատկերը, այս գյուղի վրա կախված էր ժամանակի ծանր ու մռայլ շունչը։ Գետնափոր տներ, ադարի դեզեր, հոգսաշատ դեմքեր և խավար մտքեր։ Ահա այն դառը պատկերը, որ տեսավ Մուրացանի հերոսը, Պետրոս Կամսարյանը։ Սակայն տարիներ անցան, այսօր այս նույն հողում, արդեն Ծովագյուղ անունով, ծաղկում է մի գյուղ, որտեղ կյանքը նոր շունչ ունի։ Եկեք բացենք այս նոր էջը, ներկայիս գյուղը, հնի հիշողությամբ և ապագայի հայացքով։ Մեր գյուղը սքանչելի է տարվա բոլոր եղանակներին։ Ձմռանը այն փայլում է ձյան սպիտակ շղարշի տակ։ Գարնանը զարթոնքի հետ գյուղը շնչում է նորից։ Ծառերի ծաղկունքը և սարերի կանաչը վկայում են հույսի և շարունակականության մասին։
Ամռան տապին ծաղկում են այգիներն ու արտերը։ Աշխատասեր ձեռքերն օրհնիպուն աշխատելով հողին նոր կյանք են տալիս։ Եվ աշնանը, երբ տերևները ոսկեզօծում են փողոցները, մեր գյուղի անցյալ ու ներկան շաղախվում են մի նոր հմայքով։ Գեղեցիկ են նաև մեր գյուղի առավոտները, չքնաղ են մայրամուտները։ Նախորդ տարիներին մեր գյուղն անցել է բազմաթիվ փոփոխությունների միջով։ Տարիների հոսքի մեջ այն աճել է, ուժեղացել, ժամանակի հետ քայլել, պահելով իր ավանդույթները։ Այժմ խոսենք գյուղի անցյալի մասին։ Մինչև անցյալ դարի կեսերը Չիբուխլուն խարխափում էր խավարի ու անգրագիտության մեջ։ Սկսած 1860-ական թվականներից գյուղում գործել է մասնավոր դպրոց։ Պարապմունքներն անցկացնում էին մասնավոր տներում, շատ հաճախ անասնագոմերում, սովորողների թիվը չէր անցնում 30-ից 40 հոգուց։ 19-րդ դարի վերջին ցարական կառավարությունը փակում է ազգային շատ դպրոցներ, 300 հայկական դպրոց, այդ թվում նաև Չիբուխլուի ծխական դպրոցը։ 1908 թվականին գյուղում բացվում է երկսեռ դպրոց։ Հայ տաղանդավոր արձակագիր Մուրացյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ 1954 թվականին դպրոցը կոչվեց նրա անունով։ 1971 թվականին կառուցվեց դպրոցական ներկայիս շենքը։ Այժմ դպրոցում սովորում է 500-ից ավել աշակերտ։ Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործով զբաղված են 50-ից ավել մանկավարժներ։ Գեղեցիկ է գյուղի տեսքը։ Գերեզմանատան բարձունքից լճի, անտառի, գետի ու դաշտերի համայնապատկերի մեջ այն թևերը տարածած արծվի է նման։ Գյուղի արևմտյան մասում, ձկնգետին մոտիկ, աստվածընկալ վանքն է, գյուղացիների ուխտատեղին։ Իր կենդանության օրոք վանքը մի անգամ նորոգեց գյուղի նախկին մեծահարուստ Թալանչոտ Սոլոմոնի աղջիկ, հայտնի ժողովրդական հեքիմ Մայր Սաթենիկը, որի պատգամով էլ նրան թաղեցին այդ վանքի կողքին։ Իրենից հետո էլ որդի Սիմոնն ու նրա տղաներն են սկսել նորոգումը։ Ասում են, պտուղը ծառից հեռու չի ընկնում, աղջիկը հորից է սովորել բարեգործությունը։ Սոլոմոնը շատ է չարչարվել նաև արձանոցի ճանապարհը կառուցելու համար։ Գյուղացիների որոշ մասը զբաղվել է ձկնորսությամբ, այն դեռևս 1860-ական թվականներին եղել է կապալով։ Կապալառուները հիմնականում եղել են թիֆլիսեցիք։ Գյուղացիներին հատուկ է համախմբվածությունը, լավ գործերի հեղինակ դառնալը և ընկերասիրությունը։ Սիրում են երգ, պար, երաժշտություն, մեկ-մեկ էլ կռվել ու շուտ հաշտվել, չեն սիրում որևէ դեպքի վկա դառնալ։ Այ թե այսօր հրաշքով վերակենդանանար Մուրացյանը, նախկին գյուղից ոչինչ չէր գտնի։ Կհյուրընկալվեր ցանկացած տանը, ուր կտեսներ վերանորոգված բնակարան, մաքուր անկողին, արտասահմանյան սպասք ու էլի շատ կենցաղային նորություններ, որ ինքն անգամ չէր էլ երազել։ Այսօր մեր գյուղը զարգացած է, բայց ինչպես ամեն համայնքում, այստեղ էլ մարդիկ ունեն երազանքներ, մտահոգություններ ու ցանկություններ, դարձնելու իրենց կյանքն ավելի լավը։ Եվ այսօր, երբ գյուղն ապրում է նոր ժամանակներում, մի հարց է մնում հրատապ ու կարևոր։ Ունի արդյոք գյուղն առաքյալների կարիք։ Այո, ունի։ Ոչ նրանց, ովքեր միայն խոսքերով են գալիս, այլ նրանց, ովքեր կլսեն գյուղի մարդկանց ձայնը, կհասկանան նրանց երազանքներն ու կգործան դրանց իրականացման համար։ Այս ֆիլմը կոչ է։ Կոչ նրանց, ովքեր պատրաստ են դառնալ մեր ժամանակի առաքյալներ, աշխատասիրությամբ ու սրտացավությամբ, որպեսզի մեր գյուղը, ինչպես եղանակների փոփոխվող գույները, շարունակ ապրի ու զարգանա սերունդների համար։ Ծովագյուղցիները մշտապես աչքի են ընկել իրենց անմնացորդ հայրենասիրությամբ։ Նրանք երբեք չեն խնայել կյանքը հանուն հայրենիքի։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է գյուղի 784 զավակ, որոնցից 202-ը հերոսաբար ընկել է ճակատում, 29-ը համարվել անհետ կորած։ Ի պատիվ հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը նվիրած հայրենիների 1970 թվականին Սոս Մանուկյանի ջանքերով Ծովագյուղում կառուցվեց հուշարձան, հավերժացնելու այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի։ Այն այսօր էլ կանգուն է, որպես լրակյաց վկա, ազգային ոգու, անձնազոհության և հավերժ երախտագիտության։ Սակայն Ծովագյուղի հերոսական ուղին դրանով չի ավարտվում։ Նույն նվիրումով և անձնազոհ ոգով նրա որդիները մասնակցել են նաև Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներին
իրենց արյունով պաշտպանելով հայրենի հողն ու արժանապատվությունը։ Գյուղի զարգացմանը նպաստող առաջին քայլը ծովեմ կենտրոնի բացումն էր։ Այն ամառային արձակուրդներին ծառայում է նաև որպես ճամբար։ Երեխաներն ու երիտասարդներն իրենց օրը լիարժեք վայելում ու անցկացնում են այնտեղ, ձեռք բերելով նոր ընկերներ և նոր գիտելիքներ։ Նրանք այստեղ բացում են իրենց ստեղծագործ միտքը, սովորում, խաղում և ամենակարևորը դառնում ավելի համախմբված։ Այս կենտրոնի գործունեությունն ավելի լավ հասկանալու համար անցկացրինք նաև հարցազրույց այստեղի երիտասարդ աշխատակցի հետ։ Նա մանրամասն պատմեց կենտրոնի ծրագրերի, երիտասարդների մասնակցության և ապագա պլանների մասին։ Ողջույն, ես Տաթև Նամշապազյան, ներկայացնում եմ Ծովեմ երիտասարդական կենտրոնը, այստեղի երիտասարդական աշխատողն եմ, երիտասարդական կենտրոնը նոր է բացվել, դեռ այդքան ակտիվություն չկա, բայց ակնկալում ենք շատ մեծ ակտիվություն, քանի որ այս կենտրոնը հենց երիտասարդների զարգացման համար է, ոչ ֆորմալ կրթություն, տարբեր զբաղմունքներ, որոնք չեն հասնում անել դպրոցի այդ կարճ ժամանակահատվածում։ Ինչու Ծովագյուղում այդ հարցը հենց առաջինը ինձ է հուզել, որովհետև հետաքրքիր էր, էլի Սևան համայնքն է, բնականաբար ակնկալվում է, որ հենց Սևանում լինի, որ բոլոր տեղերից կարողանան կենտրոնանալ այդտեղ, բայց պատմությունը բավականին հետաքրքիր է, քանի որ տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը տեղի դպրոցի, Ծովագյուղի դպրոցի երեխաների հետ շփվելու արդյունքում հասկացել է, որ իրանք շատ ուզում են, որ գյուղում այնպիսի կենտրոն լինի, որ հենց իրանց զարգացման համար լինի, քանի որ չունենք ոչ մի նման արտադպրոցային ինչ-որ կենտրոն, ու մրցույթներից մեկի ժամանակ, որ պետք է ուղղակի ինչ-որ ծրագիր ներկայացնեին, երիտասարդները շատ համառ կերպով պահանջել են, որ գյուղում լինի կենտրոն, որտեղ իրենք կարողանան այցելել, ինչ-որ ծրագրեր անել, նախաձեռնություններ, ու այդպես ստեղծվել է երիտասարդական կենտրոնը, առաջին շենքը Ճապոնիայի հովանավորությամբ է ստեղծվել, երկրորդը հենց պետական դրամաշնորհային ծրագրով։ Եվ ի վերջո, ունի արդյոք գյուղն առաքյալների կարիք։ Որպեսզի ավելի լավ պատկերացնենք մեր գյուղի այսօրվա խնդիրները, անցկացրինք նաև օնլայն հարցում։ Հարցմանը մասնակցող 45 բնակիչները անկեղծորեն խոսեցին այն խնդիրների մասին, որոնք իրենց ուզում են, և առաջարկեցին գաղափարներ, որոնք կարող են մեր գյուղը դարձնել ավելի գեղեցիկ ու հարմարավետ։ Հարցման արդյունքում բացահայտեցինք, որ գյուղացիները շատ են ցանկանում գյուղում ունենալ մշակույթի տուն, որտեղ կլինեն երաժշտական, գրական, սպորտային, ձեռքի աշխատանքների խմբակներ։ Ոմանք էլ կարևոր են համարում երեխաների խաղահրապարակների կառուցումը։ Մենք այս ամենի հիման վրա կազմեցինք առաջարկություն և ներկայացրինք համայնքապետարան։ Մեր գյուղն անցել է երկար ճանապարհ։ Երբևէ խուլ ու մոռացված Չիբուխլուն այսօր վերածվել է զարգացող ու հույսերով լեցուն Ծովագյուղի։ Այստեղ ամեն բան փոխվել է՝ բնությունը, մարդիկ, հնարավորությունները։ Մի բան է մնացել անփոփոխ՝ մեր սերը գյուղի նկատմամբ և մեր ցանկությունը այն դարձնելու ավելի լավը։ Որպեսզի մեր համայնքն էլ ավելի զարգանա ու ծաղկի, այսօր ևս մեզ պետք են նոր առաքյալներ։ Մարդիկ, ովքեր կիսում են Կամսարյանի երազանքը, բայց այս անգամ գիտակցաբար ու իրական գործերով։ Գյուղն այսօր ունի առաքյալների կարիք, և գուցե այդ առաքյալները հենց մենք ենք, այսօրվա սերունդը։ Ծովագյուղին ծովն էր փարվում, հովն էր փարվում Ծովագյուղին, արահետը կայք էր առնում ափին ծովի։ Ես այցի եմ եկել այսօր, իմ մանկության կապույտ ծովին։ Ծով քաղաքից իմ արևոտ հյուր եմ եկել լեռան զովին, ծովը խռով ու սրտնեղած հրաժեշտ է տվել գյուղին։ Արահետն է քայլում առաջ, նա հանջում է ծովի ուղին։ Ախ, ինչքան էր ափոկարոտ իմ մանկության երազներին, վառ հուշերս մեկիկ ես խառնում եմ ավազներին։ Թողնեմ քաղաքն իմ ծովաձայն, գնամ փարվեմ վտակներին, սարից ալիք դառնամ ու միանամ գետակներին, արդյունք դառնամ ուրախության ու հետ բերեմ ծովի ուղին, և ծովի պես երգեմ անքուն, իմ հարազատ Ծովագյուղին։